Մահից է պրծել 230 կիլոգրամանոց այս հսկան։ Ռուս փրկարարներից 30 րոպե է պահանջվել հեռացնելու պլաստմասե օղակը Կարմիր գրքում գրանցված կենդանու պարանոցից։ Это первый вообще опыт в России. Առաջին անգամ Ռուսաստանում աշխատում են Կարմիր գրքում գրանցված կենդանու հետ, այն էլ շատ դժվար տեղանքում։ Կադրերում երևում է, թե ինչպես է խեղդվող կենդանուն մոտենում նրա հսկա ընկերը։ Հավանաբար պարզելու, թե ինչ են անում հավաքված մարդիկ։ Բժիշկները նախ անզգայնացրել են կենդանուն, հետո զգուշությամբ կտրել խեղդող վսկապն ու բուժել վերքերը։ Սպասեցինք, կենդանին արթնացավ, ամեն ինչ լավ էր։ Սախալինի ջրերում զբոսաշրջիկներն են նկատել ցավից կուչ եկած հսկային, երկար ժամանակ ուտելիք կուլ տալը մեծ գլխացավանք է եղել ծովարյուծի համար։ Պլաստմասե օղակը սեղմում էր կենդանու պարանոցը, մենք հեռացրինք այն, բուժումներ արեցինք։ Ակնհայտ էր, այն բավականին երկար ժամանակ էր պարանոցին։ Մասնագետների ենթադրություններով կենդանին դեռ փոքր տարիքում է իր համար վզնոց դարձրել պլաստմասե օղակը։ Հետո արդեն դժվարացել է դրանից ինքնուրույն ազատվելը։ Այս օղակը պարանոցին հեշտությամբ տեղադրելու համար կենդանին պետք է բավականին փոքր լինել։ Այսինքն նա այն դրել է վաղ մանկության տարիներին, հավանաբար խաղալով դրա հետ։ Հետո կենդանին սկսել է մեծանալ ու օղակը սկսել է ցավեցնել, կտրել նրա պարանոցը։ Միջազգային կետորսության հանձնաժողովի տվյալներով ամեն տարի օվկիանոսում պլաստմասե թափոններից միլիոնավոր կենդանիներ են մահանում։ Փրկարարները սարսափելի են անվանում այս ցուցանիշը։ Աննա Գյուրնազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։